Հայաստանը Իջևանի եւ Ախուրիկի հատվածներում երկաթգծի կառուցման շուրջ դեռ բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Ամփոփիչ ասուլիսում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Հիշեցնեմ, հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, կառավարությունը ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետներում կարձագանքի երկաթուղու այդ հատվածների վերականգնման հարցին։ Շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպեսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հարցին նախարարը նշեց, կարևոր որոշում են ընդունել, ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային։ Շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպեսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կապված մոդելի ընտրությունից կորոշվի նաեւ, թե որ երկրի հետ է Հայաստանն իրականացնելու աշխատանքը, ընդգծեց նախարարը։ 2025-ին շարունակվել է նաեւ ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարացման առաջին ծրագիրը, որի շրջանակում ըստ նախարարի հաջող ընթացք կա։ Երկրորդ ծրագիրը հնարավորություն կտա եւս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը։ Այս պահին կան կնքված պայմանագրեր, իսկ աշխատանքները կատարվում են ըստ օրացուցային գրաֆիկի։ Սա այն հարցերից է, որ հաճախ մամուլում շահարկումների առիթ է տալիս եւ կարեւոր է նշել, որ մենք գնում ենք հետեւողական երկարացման ուղղությամբ եւ վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի եւ առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Խուդատյանի խոսքով ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց հաշվի առնելով էներգետիկ այլ հզորությունների գոյությունը, համակարգում խնդիրներ չեն առաջանա։ Շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է, նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15%-ը արտադրվել է այդ կայանների կողմից, մի փոքր ավելի պակաս քան 15% է, եւ նաեւ դրանք մեզ հնարավորություն կտան էներգահամակարգը պահել անխափան վիճակում եւ որպես այդպեսին սա պլանավորված ցուցանիշ է եւ պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման մասով որոշակի պարբերականություն ունենք։ Դավիթ Խուդատյանը կարևորեց Հայաստանի էլեկտրահամակարգի միացումը 4 հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը նախարարի համոզմամբ ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև կայունություն կհաղորդի համակարգին։ Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին։ Խուդատյանը Թուրքիա կատարած իր այցի ընթացքում համոզվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներ ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ այս պահին չկան։ Մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն։ Նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան եւ այնտեղից ստացել ենք գազ։ Շուրջ 85%-ով արդեն իրականացված է Հայաստան-Իրան 400 կՎ հզորությամբ գծի կառուցումը, տեղեկացրեց գերատեսչության ղեկավարը։ Առաջընթաց կա նաև Վրաստանի հետ գծի կառուցման համար հայտարարված մրցույթներում։ Խուդատյանի համոզմամբ 2026 թվականի ընթացքում արդեն շինարարների հետ պայմանագիր կկնքվի եւ միջազգային ընկերությունների ներգրավմամբ աշխատանքները կմեկնարկեն։ Անդրադառնալով TRIP նախագծի իրականացմանը, նախարարը նշեց, այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային ռազմավարության եւ ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատելով Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա հետ պայմանավորված նաև ուրեմն կազմակերպություն է հիմնվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ունեն մասնաբաժիններ, եւ այդ կազմակերպությունը առաջիկայում շարունակելու է աշխատանքը TRIP-ի իրագործման, այդ թվում նաև բուն շինարարական աշխատանքների մասով։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ ավիաոլորտը ԵՄ սև ցուցակից դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Աուդիտի նոր ուսումնասիրություններ իրականացվել 2025 թվականի ընթացքում, դա աուդիտը արձանագրել էր, որ մի քանի տարի առաջ իրականացած հիմնական խոշոր աուդիտի, որը պատճառ հանդիսացավ
Հայաստանը հայտնվի ավիացիոն սև ցուցակում, այնտեղ արձանագրված 40 ուրեմն թերությունները վերացված են, բայց նաև ի հայտ են եկել նոր թերություններ եւ ավիացիոն կոմիտեն աշխատում է թերությունների շտկման ուղղությամբ։ Թեև Հայաստանը դեռևս շարունակում է մնալ ավիացիոն սև ցուցակում, բայց այն չի խոչընդոտել ոլորտի աճին։ Մեր երկու օդանավակայաններում իրար հետ աճը աճել է 2024 թվականի համեմատ 7.5%-ով։ Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ եւ այլ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն 48 ավիաընկերությունների կողմից 67 ուղղություններով թռիչքներ են իրականացվում եւ նաեւ հաշվետու տարվա ընթացքում մեկնարկել են 10 նոր ուղղություններով թռիչքներ, այդ թվում եվրոպական ուղղություններով, այդ թվում նաեւ Գյումրի-Շիրակ օդանավակայանից դեպի Լառնակա ուղղությամբ եւ Վիզեյրի մեր գործընկերների հետ քննարկում ենք եւս մեկ եվրոպական ուղղությամբ թռիչքի մեկնարկումը ելի Գյումրի Շիրակ օդանավակայանից։ Անդրադարձ կատարվեց նաև Շիրակի մարզպետի փոփոխության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։ Նախարարը նշեց Գոհեն Դավիթ Արուշանյանի աշխատանքից եւ վստահեցրեց, որ նա կշարունակի պաշտոնավարումը։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։